Մայրական էգոիզմը երբեմն նույնիսկ նկատվում է նաև առօրյա իրենց հարաբերություններում, երբ օրինակ տղան տանը չէ եւ մայրը փորձում է արդեն իսկ իր իշխանությունը թելադրել օրինակ խոհանոցում կամ իրենց առանձնասենյակում անկողնային պարագաները դասավորելու եւ իրենց ննջասենյակի օրինակահավորանքին միջամտելու հարցերում եւ այլն։ Շատ դեպքերում, երբ փորձում են որևէ խորհուրդ տալ հատկապես տղան, որը նկատում է, որ խնդիրը ավելի է բարդանում, իհարկե մոր կողմից արժանանում են կամ ընդգծված էմոցիոնալ նեղացած վիրավորված ռեակցիայի կամ էլ ավելի վատ կոնֆլիկտների։ Սա խոսում է այն մասին, որ շատ մայրեր չեն էլ գիտակցում, որ վաղուց իրենք անցել են թույլատրելի սահմանները եւ իրենց մայրիշխանության հետևանքով որդուն զրկել են իր խոսքը ասելու հնարավորությունից, ինչը հետագայում ստեղծում է բազմաթիվ լուրջ խնդիրներ։